Սա Պեկինի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկն է երկնքի տաճարը, որն ունի շուրջ 600 տարվա պատմություն։ Նախկինում կայսրերն այստեղ գալիս էին աղոթելու, որպեսզի տարին բերքառատ լիներ, ինչպես նաև զոհաբերություն էին կատարում։ Նրանք հավատում են երկնքի և երկրի միջև ներդաշնակությանը այդ կապին։ Իսկ հիմա շրջենք և ավելի մոտիկից ծանոթանանք այս պատմական համալիրին։ Տաճարն ունի 4 մուտք՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը։ Զոհաբերության արարողությունը սկսվում էր հատուկ նախատեսված հատվածում, որտեղ նախապատրաստում էին զոհաբերության համար նախատեսված ցուլին։ Այստեղ պահպանվել են նաև մեծ բրոնզե կաթսաները, որոնք օգտագործվում էին արարողությունների ընթացքում։ Այնուհետև կայսրը երկար միջանցքով հանդիսավոր քայլում էր դեպի գլխավոր զոհասեղանը՝ աղոթելու առատ բերքի և երկրի բարօրության համար։ Այսօր երկրի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է և ամեն տարի գրավում է միլիոնավոր այցելուների ամբողջ աշխարհից։ Ի դեպ, երկնքի տաճարը միայն պատմական հուշարձան չէ, ամեն առավոտ այս այգին վերածվում է բացօթյա մարզասրահի, որտեղ հարյուրավոր մարդիկ, հատկապես տարեցներ, անվճար զբաղվում են մարմնամարզությամբ, պարերով ու տարբեր վարժություններով։ Սա Պեկինի առօրյայի անբաժան մասն է և ցանկության դեպքում ցանկացած այցելու կարող է միանալ նրանց։ Եթե երբևէ այցելեք Պեկին, անպայման եկեք այստեղ, այս վայրը լավագույն ձևով ներկայացնում է Չինաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը։